կարող ենք միասին երգել եւ նրան ասել զորավոր ես Տեր, դու զորավոր ես, դու զորավոր ես Հավե Ադոնայ, ապրեցնում ես դու ինձ, դու զորավոր ես Հավե Ադոնայ, մեր հարության արքա, դու զորավոր ես Հավե Ադոնայ, ապրեցնում ես դու ինձ, դու զորավոր ես Հավե Ադոնայ, իմ կյանքի պահապան, դու զորավոր ես Հավե Ադոնայ, ապրեցնում ես դու Զորավոր է նա սքանչելի Տերը, իր Սուրբ Հոգիով ամեն ժամանակ մեզ լիացնելով մեր սրտերը եւ հրաշալի ընդունելի պաշտամունք լինի քեզ Տեր, խնդրում ենք որպեսզի ընդունելի լինի այսօրվա մեր փառաբանությունը քեզ։ Ուզում ենք միաբան սրտերով եւ սիրելի եկեղեցի ասենք, ինչ մեծ է Աստված, փառավոր եւ նա է մեզ երջանկություն բերողը մեր սրտերի մեջ, նա է աման ժամանակ այցելում եւ մեզ իրապես հայտնում կյանքի հրաշալի օրերի ու ժամանակների մասին։ Հաղթանակը առջևում է, կարող ես հռչակել քեզ վրա նման խոսք եւ ասել հաղթանակը առջևում է ինձ համար, Տեր Հիսուս Քրիստոսի անունով, նրա Սուրբ Հոգին ինձ հաղթանակ է բերում ամեն ժամանակ եւ ես քեզ կասեմ իմ վեմ, իմ ապավեն, իմ ամրոց Տեր, ինչ մեծ է Աստված։ Ինչ մեծ է նա, ինչ մեծ է Աստված, երկինց հետ ինչ մեծ է Աստված, բոլորը կտեսնեն, ինչ մեծ է Աստված, ինչ մեծ է նա, զորավոր եւ փառավոր է նա, ինչ մեծ է Աստված, երկինց հետ ինչ մեծ է Աստված, բոլորը կտեսնեն, ինչ մեծ է Աստված, անունը քո վեր է, ամեն անուններից Տեր, անունը քո վեր է, ամեն անուններից, ես իմ երգում է, ինչ մեծ ես, անունը քո վեր է, Наш Бог так велик, наш Бог так велик, ой,
хвали достойный нам. Душа поет, наш Бог, так велик, имя выше всех имен, всех хвалы достойный он. Душа поет, наш Бог так велик. Ինչ մեծ է Երկիր ինձ հետ Ինչ մեծ է նա Զորավոր է նա Փառավոր է նա Ինչ մեծ է Աստված Ինչ մեծ է նա Այո Կարող ես ծափարել այո Եվ բոլորը կտեսնեն, թե ինչ մեծ է Աստված։ Փառք Տիրոջը նաև այդ բոլորի համար, որ տեսնելու են Աստծո մեծությունը։ Եվ փառք Աստծուն այս տան համար, այս եկեղեցու համար, որովհետև հավատում են, որ սա Աստծո տունն է, աղոթքի տուն է, եւ այստեղ սրտեր են նորոգվում։ Եվ այստեղ մտքեր են նորոգվում, եւ այստեղ մարդիկ սկսում են ապրել հոգու հետ, ինչպես որ Տերը պատվիրեց եւ իր Սուրբ Հոգին ուղարկեց, որ մեզ ազատ անի, երջանիկ անի, որ մեզ հավատարիմ անի, որ մեզ միաբան անի, որ ամեն բան կատարվի։ Եվ այս տան համար կարող ես կատարել քո ընծան, որովհետև նաև հավատում եմ Սուրբ գրային, որ այն ամենը, ինչ որ Տերը պատվիրելով որ մենք անենք, ապա սա կգործի քո կյանքում, եթե դա արվի իսկապես սիրով եւ սիրուց տրտված։ Ես նաև մեկ անուն կարող եմ ասել Աստծու համար, ինձ համար Աստված սիրո Աստված է։ Եվ ամեն բան բնակվում է Աստծո մեջ։ Եվ մենք էլ բնակվում ենք Տիրոջ մեջ։ Եվ նրա կատարյալ եւ գերագույն հոգին բնակվում է մեր մեջ։ Դա սերն է, իրական սերը։ Միայն քեզ, պատիվ մեծարանք Տեր, միայն քեզ, որովհետև մեծարանքը քոնն է Տեր, և փառաբանությունը քոնն է Տեր։ Թող Աստված օրհնի բոլորիդ կյանքը, թող օրհնի ձեզ բոլորիդ, թող ձեր սրտի ուզածը Աստված կատարի, թող Աստված ձեր ընտանիքների մեջ ջերմություն ու սեր բերի, թող ձեր շրջապատները մեծանան Աստծո սիրով, հոգևոր հզոր մարդկանցով, իրական սիրով մեծանան շրջապատները ձեր, լիանան ձեր ամբողջ ընթացքը կյանքի։ Սրտանց ցանկանում եմ բոլորիդ։ Միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր իմ սքանչելի, միայն քեզ բարձրացնում եմ փառքը, միայն քեզ Տեր ողջ ազգերի, փառքերով ես մեծարված, փայլում ես փառավորված,
Փայլում ես Տեր փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Միայն քեզ Բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տերը ողջ ազգերի Միայն քեզ Բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր ողջ ազգերի Փառքերով են ամեծարված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Միայն քեզ Բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր իմ սքանչելի Միայն քեզ Բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր ողջ ազգերի Միասին ասենք նրան փառքերով է Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր իմ սքանչելի Միայն քեզ բարձրացնում եմ փառքը Միայն քեզ Տեր ողջ ազգերի Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Փառքերով ես մեծարված Փայլում ես փառավորված Փայլում ես Տեր փառավորված Ես պատկանում եմ քեզ Օգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Ասա ինձ հետ Հիսուս կարոտում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Հոգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Եվս մեկ անգամ պատկանում եմ քեզ Ես պատկանում եմ քեզ Օգով պաշտում եմ քեզ Հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ Հաճախ կյանքում սայթակում է Սուր ցավերիս տկարանում
վիրավոր է սիրտս թեև բայց գոչում է քոնեմ իմ Տեր ես պատկանում եմ քեզ միասին ես պատկանում եմ քեզ օքով պաշտում եմ քեզ հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ ես պատկանում եմ քեզ օքով պաշտում եմ քեզ հոգի սիրում է Հիսուս կարոտում եմ քեզ հոգի սիրում է քեզ Հիսուս կարոտում եմ քեզ միայն քեզ միայն քեզ միայն քեզ Տեր Հիսուս միայն Փառք քեզ Տեր շնորհակալ ենք Հայր որդուդ համար Տեր Հիսուս Քրիստոս շնորհակալ ենք քեզ ամեն կատարածդ եւ աման թափվածդ արյան համար Տեր որ գնեցիր մեզ Տեր քո արյունով որ մաքրեցիր մեր մեղքերը Տեր քո սուրբ արյունով որ մեզ հավիտանական կյանք տվեցիր քո սուրբ հոգով Տեր շնորհակալ ենք եւ սեր գանված խաչի վրա որ սեր երբեք չի վերջանա քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր սեր գանված խաչի վրա նա ես սերը որ սեր որ երբեք չի վերջանա քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր քո խոցված վերքերից Հիսուս բխում է սեր եւ սեր գանված խաչի վրա Եվ սեր, որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Ով ունեմ երկնքի մեջ Երկրի վրա քեզնից բացի մեկը չկա Քեզ մոտենալ ինձ բարի եղավ հոգուս հարազատ ընկեր գտա Հիսուս թանկագին Եվ մենք նայում ենք Գողգոթա տանող ճամփան տեսնում ենք ոտնահետքերը քո Եվ սեր գանված խաչի վրա Եվ սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը խոսում է սեր Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում է սեր Եվ սեր գանված խաչի վրա Եվ սեր որ երբեք չի վերջանա Քո արյան ամեն կաթիլը
խոսում ես Քո խոցված ձեռքերից Հիսուս բխում ես Եվ սեր գամված խաչի վրա Սեր որ գամվեց խաչի վրա մեր Տեր Հիսուս Քրիստոս որ մարդացավ և կյանք եկավ որ միջև վերջ դիմացավ որ միջև վերջ կատարեց այն ինչ որ հայրը ցանկացավ որ մեզ հավիտենական կյանք խոստացավ և կատարվեցավ հալելույա կարող ես ծափարել սրտանց ինչպես կզգաս որովհետև նա է մեր թագավորը Տերը տերերի արքան արքաների թագավոր թագավորների Տեր Հիսուս ամեն Եվ թող անունդ փառավորվի ու մեծարվի այժմ և միշտ հավիտյանս հավիտենից ամեն Holy God my Jesus hallelujah King of Kings Lord my Jesus one God one life one chance the name of Jesus blessing my brothers blessing my sisters blessing this church blessing my pastor blessing my life the name of Jesus hallelujah Holy hallelujah Only are you Lord God for my need. What you is a lamb, what you is a lamb. You're my only. Are you Lord God for my need? What you is a lamb, what you is a lamb. You're my only. Are you Lord God for my need? What you is a lamb, what you is a lamb. You're my only. Amen. 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 Holy, holy, holy. Are you Lord God for my need? What you is a lamb, what you is a lamb. You're my only, only. Are you Lord God for my need? What you is a lamb, what you is a lamb. You're my only. Holy, are you Lord God for my need? Skancheli ես դու և արժանի ես դու մեծարանք
կյանքի Only Տեր դու մեծ ես Տեր դու մեծ ես Հզոր ես Արժանի է նա Արժանի ես դու Արժանի ես դու Տեր դու սուրբ ես Սուրբ ես Տեր դու սուրբ ես արժան ես Տեր դու սուրբ ես Արժան ես Արժանի ես դու Արժանի ես դու Արժանի ես դու Արժանի ես դու Եվ ամեն Ամեն Արժանի է Աստծո գառը Որև is a lamb Եվ արժանի է նա այսօր մեծարանքի Փառաբանության հզոր երկրպագության հզոր Շնորհակալ ենք Տեր ներկայությանդ համար մեծարան քեզ Եվ փառքդ շատ Տեր քո որդու Հիսուս Քրիստոսի անունով Ամեն Կարող ես ևս մեկ անգամ բարձր ծափարել Տիրոջը նա է արժան Եվ իհարկե մեր սիրելի հովիվը Փառք ես Տեր Սիրելի հայր շնորհակալ եմ Խոնարհվում եմ գահիդ առջև Տեր Թող քո սուրբ արյունը Հիսուս լվանա եւ մաքրի մեզ ամեն տեսակի մեղքերից գիտակից թե անգիտակից Խնդրում եմ ներես քո ժողովրդին Տեր Անպատասխանատվության սխալների կեղծիքների եւ նման այլ բաների համար խնդրում եմ ներիր Եվ խնդրում եմ այսօրը թող քո անվան եւ փառքիդ համար մեծարվի Տեր Մեծարանք շնորհակալություն քեզ Տեր Գոհանում եմ սիրելի Տեր Գոհանում եմ որ դու մեր Աստվածն ես Եվ որ քո սուրբ արյունը ամեն օր մաքրում է մեզ ամեն տեսակի մեղքերից Իմ Աստված փառահեղ Տեր Թող քո անունը փառավորվի սիրելի Աստված Այսօր եւ հավիտյանս հավիտենից Ամեն Տերը օրհնի սիրելի եկեղեցի կարող եք զբաղեցնել ձեր տեղերը Հրաշալի օր է այսօր ամեն կարող ես սրտանց շնորհակալ լինել Աստծուն եւ ասել Տերը բարի է եւ շատ ողորմած եւ այսօր հրաշալի փառահեղ օր է Այսօր պսակադրություն ունենք այս տան մեջ, որի համար շնորհակալ ենք։ Պսակադրությունը վերջում կկայանա, բայց այսօր մինչև այդ կխոսեմ խոսքի մասին։ Քանի որ այսօր երկու հրաշալի մարդկանց մեջ ուխտ է կապվելու եւ պետք է հասկանանք ինչ բան է երկկողմանի ուխտը եւ ինչ է հավատարմությունը, ես այսօր կխոսեմ հավատարմության մասին, որտեղ այսօր շատ քիչ մարդիկ են, որ կարող են լինել հավատարիմ։ Եվ այսօր երկրի վրա հատուկենտ մարդիկ են, որ դու կարող ես ասել այս մարդը, նրան կարող են վստահել եւ այս մարդու վրա կարող եմ հույս դնել, որտեղ նա հավատարիմ է։ Եվ այսօր ես ուզում եմ ինքներս մեզ նայենք հավատարմության կողմանը եւ տեսնենք որքանով ենք մենք հավատարիմ Աստծուն եւ որքանով ենք մենք նմանվում Աստծուն։ Նմանվում Աստծուն մեր կյանքի բոլոր օրերի մեջ, որովհետեւ նա մարդուն ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությամբ։ Այսօր աշալի օր է, կարող ես ծափարել Աստծուն եւ ասել այսօր աշալի օր է։ Գիտես շատերս այսօր ննջած ենք, շատերս քնած ենք, շատերս արթուն չենք, մոլորված ենք երբեմն, բայց այսօր ես ուզում եմ որ մենք ուշքի գանք եւ քննենք մեր անձերը, ասես պիտի այսօր քննեմ իմ անձը, որտեւ առակաց 28-ի 20-ում գրված է հավատարիմ մարդու օրդությունները շատ են, ասա հավատարիմ մարդու օրդությունները շատ են։ Եվ ես այսօր ուզում եմ, դե շատերս ասում ենք, ես ուզում եմ օրդված լինել, ես ուզում եմ Աստված օրհնի
իմ տունը, իմ հացը, իմ ջուրը, Աստված օրհնի իմ նպատակները, Աստված օրհնի իմ ծառայությունը, բայց այդ ամենից առաջ կա մի բայց։ Տեսեք, եթե երկրորդ օրնած 28-րդ գլխում առաջի խոսքից գրված է, բայց եթե Տեր Աստծո խոսքին լսես եւ զգուշությամբ կատարես, այդ ժամանակ ես կօրհնեմ։ Այդ ժամանակ ես կօրհնեմ քո հացը, ես կօրհնեմ քո ջուրը, ես կօրհնեմ քո ձեռքի գործը, ես կօրհնեմ քո ապագան, ես կօրհնեմ քո տաշտը, ես կօրհնեմ քո գործը, ես մտնելը, դուրս գալը, ամեն բան կօրհնեմ, եթե դու հավատարիմ լինես։ Եթե դու քո Տեր Աստծո ձայնը լսես եւ զգուշությամբ կատարես, նշանակում է Աստծո ձայնը լսել եւ զգուշությամբ կատարելը հավատարմությամբ անողն է օրհնված։ Շատ ժամանակ մենք հարց ենք տալիս, գուցե ես անիծված եմ, գուցե իմ մոտ ամեն բան լավ չի, քո միջից պետք է լիքը բան կա, որ այսօր դու ապաշխարես եւ քո միջից անես, եւ ասես, այսինչ բանը իմ մոտ լավ չի։ Այստեղ իմ մոտ լավ չի, այդ դրա համար ես չեմ օրհնվում։ Եվ քանի որ այսօր երկու մարդ իրար հետ ունեն կյանք կապելու մի հրաշալի օր, եւ այսօր միասին կյանք են կապելու եւ մենք էլ երկնքի եւ երկրի առաջ այսօր կօրհնենք նրանց պսակադրությունը, որովհետեւ երկինքը լսում է եւ երկինքն է օրհնողը եւ երկինքն է ամեն բանի հեղինակը, ամեն բան սկսվում է երկնքից, երկրի վրա ինչ կատարվում է, ամեն բան նախ կատարվում է երկնային մթնոլորտի մեջ, այդ ոլորտի մեջ կատարվում է, հետո իջնում երկիր։ Այդ իսկ պատճառով, եթե դու ինչ-որ մի տեղ ապաշխարելու կարիք ունես, ես խնդրում եմ այսօր մտածես այդ մասին, շուտով զատիկ է, եւ մինչև զատիկ, ես ուզում եմ, որ դու քո միջից զատես եւ հանես լիքը բաներ, որ մինչև զատիկ դու ունես մաքրվելու կարիք, եւ ասես, այ մինչև զատիկ ես ուզում եմ մաքրվեմ եւ փոխվեմ։ Գիտեք, հավատարիմ մարդու օրհնությունները շատ են, սա ասելով մենք ինչ ենք հասկանում, հավատարիմ Աստծուն եւ հավատարիմ իրար, հավատարիմ մեր ծառայությանը, հավատարիմ Աստծո գործին, հավատարիմ այն ամենին, ինչ որ Աստված մեզ վստահում է, բայց հարստանալու շտապողը անպատիժ չի մնալու։ Գիտես, դու շտապում ես գուցե հարստանալու, դու օր ու գիշեր մտածում ես, իսկ ինչ անեմ, որ ես հարստանամ, բայց օրհնողն էլ, բարձրացնողն էլ, տվողն էլ Աստված է։ Ամեն բանի հեղինակը այսօր երկրի վրա Աստված է։ Եթե Աստված չօրհնի, եթե Աստված չպահի, իզուր է պահպանվում քաղաքը, իզուր է շինարարը շինարարություն անում, եթե Աստված չպահի։ Նշանակում է այսօր ամեն բան եւ մեր պսակադրությունն էլ բերելու ենք Տիրոջ ձեռքերի մեջ, որ Տերը պահի եւ պահպանի եւ օրհնի այս պսակադրությունը, որովհետեւ Աստված է օրհնողը։ Աստված է պահողը, Աստված է առատացնողը, Աստված է զավակներ տվողը, Աստված է ընտանիքի եկեղեցու Աստվածը, նա է Տերը։ Առակաց 26-ում գրված է, շատ մարդ հրատարակում է մարդիս բարերարությունը, բայց հավատարիմ մարդ ով կգտնի։ Այս մասին եմ այսօր ուզում խոսել, հավատարիմ մարդ ով կգտնի։ Եթե դու կյանքում գտել ես իրական մեկ հավատարիմ մարդ կյանքումդ, ապա նրան լավ պահի։ Մի հոգի ասեց ամեն։ Ես չեմ ասում 10 հավատարիմ։ Ես ասում, եթե այս կյանքի վրա, այս կյանքի մեջ դու գտնես մի հավատարիմ մարդ, ընդամենը մեկ հավատարիմ մարդ, ուրեմն իրան լավ պահի։ Որտեվ հավատարիմ մարդ այսօր երկրի վրա գտնելը իրականում դժվար է։ Ամեն մարդ սուտ է եւ Աստված է ճշմարիտ։ Բայց եթե հանկարծ տեսնում ես, որ մեկը քեզ չի խաբում, մեկը քո կողքին է, մեկը անընդհատ ուխտինկեր է քեզ, այդ մարդուն աչքիդ բիբի պես լավ պահի։ Տերը բարի, ասա Տերը բարի, ալելույա։ Բայց հավատարիմ մարդ ով կգտնի, այսօր Տիրոջ առաջ ասա Տեր, ես ուզում եմ գտնել ինձ հավատարիմ մարդիկ։ Բայց եթե գտնում եք հավատարիմ մարդիկ, այդ մարդկանց մի դարձրեք ձեր գերին։
Ենթադրենք այս մարդը հավատարիմ է, դու ուր գնում ես, պետք է անպայման ինքը քո հետ լինի։ Եթե դու չգնացիր ծառայության, այդ մարդը չի գա ծառայության։ Հավատարիմ է, բայց ազատ է։ Քո մոտ չի ստացվում, բայց եթե ընկերոջդ մոտ ստացվում է, թող գնա։ Ինքը քո սեփականությունը չի։ Ինձ հետ եք։ Սրանց հետո իրար պոչ մի եկեք ծառայության։ Սենց չի էլի, որ եթե այս մի քանի պոչը իրար հետ գալիս են, այն մի քանիսը պետք է անպայման լինեն։ Եթե այն մեկը չեկավ, այն մի 5-ը, 6-ը, 3-ը, 4-ը չեն գալիս, տենց բան չկա։ Եթե մարդը հավատարիմ է, բայց պետք է առաջինը հավատարիմ լինի Աստծուն։ Ամեն։ Նա սրտանց ամենաս, ասա դու հավատարիմ եղի Աստծուն։ Կապ չունի, ես այսօր կգնամ ծառայության, թե չեմ գնա, իմ մոտ ստացվում է, թե չէ, դու գնա, որովհետև առաջինը Աստված է, ոչ թե ես։ Առաջի տեղում Տերն է, ոչ թե դու։ Մարդկանց մի դրեք եւ դարձրեք, որ իրան սրտի գահին դուք եք բազմած։ Այսօր Սպարտակ աղբերը Հայաստանում է, ես չգամ ծառայության, ասեմ մինչև Սպարտակը չգա, ես չեմ գնա ծառայության։ Մենք իրար հետ պետք է գնանք գանք, չէ՞ որ մենք ուխտի ընկերներ ենք։ Այդ թողինք այնտեղ ծառայի, ես տեղ ծառայեմ դեռևս։ Քրիստինեն չի գալիս ծառայության, ընդհանրենք այսօր չի ստացվել, ինչ անեմ, քրիստիկը չի գալիս, ես էլ չգնամ ծառայության։ Ժորժան, եկեք մի հատ բաներ կա այսօր փոխելու, փոխենք։ Մինչև պսակադրությունը լիքը բան կա, որ պիտի փոխենք այսօր։ Լիքը ապաշխարելու տեղ կա, որ պիտի ապաշխարենք, ամեն։ Տերը բարի, ասա Տերը բարի է եւ եկել է մեզ դաստիարակելու այսօր։ Տերը բարի է։ Աստված բարի է։ Եվ Աստված մարդը ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությամբ։ Դա մի քանի անգամ եւ շատ անգամներ քարոզում եմ։ Դա երկու աշկը, մեկ քիթը, մեկ բերանը չի։ Դա Աստծո բնությունն է մարդու մեջ։ Աստծո հոգին մարդու մեջ, որ մարդը լինի Աստծո տեսակը։ Ինչպիսին է Աստված, այդպիսին պետք է լինի երկրի վրա եղող մարդը իր պատկերով եւ իր նմանությամբ։ Եվ մարդը իր հավատարմությամբ պետք է նմանվի Աստծուն։ Եվ սիրելի տղամարդիկ եւ սիրելի կանայք, այսօր խոսելու եմ այդ մասին, իհարկե պսակադրության ժամանակ իր հավատարմությամբ պետք է նման լինի Աստծուն։ Այ ինչպես կվարվեր այս բարագայում Աստված։ Քեզ կդավաճաներ, կթողեր, կփախներ։ Տեսեք, Իսուսը երկրի վրա կերտում էր իր եկեղեցին, 12 աշակերտներ ուներ։ Եվ բոլորին սովորեցնում էր նմանվել իրեն։ Ես այն ինչ որ հորից լսում եմ, ասում էր դա եմ անում։ Եվ աղոթում էր եւ ասում էր ինչ որ հորից լսում եմ, ես դա եմ անում։ Բայց աշակերտները այդպես էլ չէին դարձել նրա տեսակը։ Այդպես էլ չէին դառել Հիսուսի տեսակը, հավատարիմ, անմնացորդ, նվիրվող, անմնացորդ սիրող մարդիկ։ Երբ որ Հիսուսը գնաց Գեթսեմանի եւ աղոթում էր Գեթսեմանի պարտեզում, եկավ մի քանի անգամ եւ տեսավ իր աշակերտները քնած են։ Ոչ ոք նրա հետ չէր, մենակ էր Հիսուսը։ Այդ իսկ պատճառով այդ հավատարիմ մարդը դեռևս չէր ձևավորվել։ Եվ նա գալիս եւ հարցնում էր. «Մեկ ժամ էլ չկարողացաք արթուն մնալ։ Իմ հետ մեկ ժամ չկարողացաք մնալ։ Եթե դու իմանաս մեկին խաչելու են, մի քիչ հետո, չէ՞ որ նա խոսում էր այդ մասին։ Ինձ պիտի խաչեն, մարդու որդին պիտի խաչվի, մարդու որդուն պիտի տանեն, սպանեն եւ այլն։ Եթե դու իմանաս քո ուսուցիչը, տերերի Տերը, Աստվածների Աստվածը, թագավորների թագավորը, ընդամենը մի քանի ժամ հետո Գեթսեմանեից հետո պետք է գնա դեպի Գողգոթա եւ խաչվի։ Ինչ էր պետք մնալ նրա հետ։ Մնալ Աստծո կողքին, բայց կային արդյոք հավատարիմ մարդիկ, որ կմնային նրա հետ, չկային այդ մարդիկ։ Այդ նույն Պետրոսը, եթե մենք խոսում ենք ձևավորված Պետրոսի մասին, Պետրոսը այնքան քաջ էր, որ հանեց սուրը եւ կտրեց ծառայի ականջը, այնքան ուժեղ էր, Հիսուս ինչ խոսում էր, ասում էր. ես, ով կեզ ուրանա, ես չեմ ուրանա, գիտես, ես քո կողքի մարդն եմ եւ այլն, բայց հենց այդ նույն Պետրոսին Տերը ասեց. լսի, հավատարմությունը շատ լուրջ բան է, մեծ մի խոսա։ Դեռևս հավը չխոսած, ես քեզ Պետրոս ասում եմ, դու 3 անգամ ինձ ուրանալու ես։ Որովհետև
եթե քո մեջ ձևավորվել են մարդկային նորմերը, դեռևս հոգևորը չի ձևավորվել։ Դու այդ անում ես միայն երևալու համար, դու այդ անում ես քո անձի ինքնությունը կամ արժեքները բարձրացնելու համար, բայց կա հոգևորը, իրական քաչ Պետրոսը պիտի ձևավորվի, ոչ թե ցուցադրելու համար, այլ դառնալու այն Պետրոսը, որ մեկ օր կասես, ես արժանի չեմ քո նման խաչվելու, ինձ ոչ թե այսպես խաչեք, այլ այսպես խաչեք, ոչ թե Տիրոջ նման, այլ ես արժանի չեմ իրաներան խաչվելու, իմ ոտքերը թող վերևում լինեն, գլուխս ներքևում, որովհետև մեկ օր նա դառավ իրական Պետրոս, իրական ժայռ, իրական այն մարդը, որ Աստված կարող էր նրան ասել, գիտես, դու կդառնաս մեկը, որի հիմքի վրա կկառուցեմ իմ եկեղեցին, սակայն չունենալով անգամ Պետրոսի վրա հույս, ինձ հետ ես, Աստված նրան ասեց ոչ թե Պետրոսի վրա, այլ Պետրայի վրա, ոչ թե քո վրա, այլ իմ վրա կկառուցեմ այդ եկեղեցին։ Որովհետև մարդու վրա շատ ժամանակ հույս ես դնում եւ մարդը քեզ ուսախապ է անում, սակայն Աստված հավատարիմ է մինչև վերջ։ Ես այսօր խոսում եմ Աստծո հավատարմության մասին եւ խոսում եմ ով է Աստված։ Եթե նա չլիներ մինչև վերջ մեզ հավատարիմ, դեպի խաչը չէր գնա եւ չէր մեռնելու մեզ համար, բայց նա բարձրացավ խաչը եւ մեզ համար մեռավ։ Եվ հետո հարություն առնելուց հետո էր միայն որ ձևավորեց իր իրական եկեղեցին Պետրոսին եւ մյուսներին, մյուս առաքյալներին, որոնք իրականում անմնացորդ ծառայում էին Աստծուն։ Արդյոք դու հավատարիմ ես այսօր Աստծուն եւ անմնացորդ քո կյանքը դրել ես եկեղեցու համար։ Կամ մի մարդ, որ իր կյանքը անմնացորդ այսօր դնում է Աստծո տան համար, կամ մի մարդ։ Եթե դու այդ մարդն ես, որ ասում ես, այո, ես անմնացորդ նվիրվել եմ եւ իմ կյանքը դրել եմ, այնքան զոհեր եմ անում, այնքան բան եմ թողում հանուն Աստծո, քննիր ինքդ քեզ։ Եթե դու քեզ բռնացնում ես, որ դու դեռևս այդ մարդը չես, ձևավորվածը չես, ես խնդրում եմ այսօր ասես, ես ուզում եմ դառնալ անմնացորդ նվիրյալ անքրիստոնյա, որ վերջին օրերում ենք ապրում, կգնամ եւ պտուղ բերեմ եւ պտուղը մնա։ Եթե դեռևս փոքր հանձնարարությունների մեջ դու հավատարիմ չես, եւ մի փոքր բանի մեջ չես կարողանում այդ բանը մինչև վերջ հասցնել, կներեք, քո վրա հույս դնելու չի։ Մեծ բաներ հաստատ քեզ չի վստահվելու։ Եթե փոքր բանի մեջ հավատարիմ չես, շատ բաների մեջ հավատարիմ չես լինելու։ Տեսեք ինչքան խիստ եմ այսօր խոսում ինչ է պսակադրությունը, որտեղ այսօր պետք է երկու մարդ իրար խոստան, որ պետք է լինեն մինչև կյանքի վերջ իրար հավատարիմ։ Մինչև կյանքի վերջ։ Եղբայրներ լսում եք, քույրեր լսում եք։ Երկրորդ օրնած 7:8 գրված է եւ գիտացիր, որ Եհովան է Աստված, հավատարիմ Աստվածը, որ իրան սիրողներին եւ իր խոսքերը պատվիրանները պահողների համար մինչև 1000 ազգը օրհնություն ունի։ Ինձ հետ ես։ Պատվիրանները պահողին է մինչև 1000 ազգը օրհնությունը։ Եթե դու այսօր որոշել ես երեխաներ ունենաս, ապա պահիր Աստծո պատվիրանները, որպեսզի քո 1000 ազգ օրհնված լինի։ Գիտես շատերն ասում են, դե մենք շնորհքի տակ ենք, եթե մենք ծայրահեղ շնորհքի տակ ենք, մենք ինչ ուզում անում ենք, ինչպես ուզում ապրում ենք, մեզ պետք չի պահել Աստծո պատվիրանները։ Աստված երբեք իր պատվիրանը չի քանդել։ Ինչպես որ 10 պատվիրանները տվեց, այդպես էլ այդ 10 պատվիրանները պահում ենք։ Եվ իրավունք չունենք 10 պատվիրանները չպահելու։ Սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով եւ քո ողջույթությամբ սա առաջի պատվիրանն է։ Երկրորդ պատվիրանը կուրքեր մի շինեք, ոչ վերը երկնքում, ոչ ցածրը երկրի վրա։ Երրորդ պատվիրանն է զուրտեղը քո Տեր Աստծո անունդ երբեք անտեղի տեղը չհիշես։ Եվ չորրորդ պատվիրանը սա է։ Որն է չորրորդ պատվիրանը։ Ով կարա ասի։ Ով կասի հիմա։ Հիշիր հանգստի օրը։ Եվ արդյոք դուք հիշում եք հանգստի օրը, որ 6 օր պիտի աշխատես եւ 7-րդ օր Աստծունն է։
6 օր աշխատի։ Ինչ ուզում եք արեք 6 օր, աշխատեք, բայց 7-րդ օրը Արամ ջան Աստծունն է։ Սա սորն է։ Եվ եթե մարդը կիրակին բաց է թողում, նա պատվիրանի խախտում է արել։ Պատվիրաններից որն էլ խախտես, խախտում ես 10։ 5-րդ պատվիրան։ Պատվիր քո հորն ու մորը, որ կյանքիդ օրերը երկար լինեն։ Արդյոք մենք երկրի վրա պատվում ենք մեր հորն ու մորը։ Սիրելի ապագա հարսիկ, որ դու այդ տուն ես գնալու, այդ տան ծնողները դառնում են քո ծնողներն էլ, եւ սիրելի փեսա, հարսի ծնողներին պատվեք մինչև ձեր կյանքի վերջ, որ ձեր կյանքի օրերը երկար լինեն։ Սա ես ձեզ պատվիրում եմ, բայց ոչ թե իմ պատվիրաններով, այլ Տիրոջ պատվերով։ Անկախ նրանից, անկախ ամեն բանից, վատ ծնող չկա։ Ծնողին պետք է շահել, պահել, սիրել, ծերանում են մարդիկ։ Ծերանում ենք պարույր սևակ, ծերանում ենք սիրելիս, հասակակից կանանց արդեն չենք նկատում մենք սիրով, նկատում ենք ջահելներին, որոնք մեզ չեն նկատում։ Ծերանում ենք պարույր սևակ, ծերանում ենք սիրելիս։ Բայց եթե քո մայրդ կամ հայրը ծնողը ծերացավ, նրան ծերանոց տանելու չի, ոչ էլ վիրավորելու, ոչ էլ նեղացնելու, ծերերը փոքր երեխաների նման են դառնում։ Նրանք էլ ունեն կարիք ուտելու ու նանիկ անելու, քնելու, ուրիշ ինչ անեն ծերերը։ Ինչ անեն այդ մարդիկ, ծերացել են, ձեզ փոքր ժամանակ կրել են, ձեր տակը փոխել են, ձեզ պամպերսներ չի եղել, բայց լվացել են, հագցրել են, մաքրել են։ Քո ծնողը թանկ է։ Մի մոռացեք ձեր ծնողներին, սա պատվիրանների մեջ է մտնում։ Տեսեք այսօր որքան խառն եմ խոսում, ինչ է պսակադրությունը, բայց մեզ պետք է լինել հավատարիմ Աստծո խոստմունքներին, հավատարիմ Աստծուն, եւ եթե դու միտեղ հարս ես գնում, եթե դու որոշում ես կայացրել, որ ոտս կդնեմ այդ օջախի մեջ, գուցե կիսուրն էլ մի փոքր փնփնթան է։ Իհարկե Աստծո քրոջ մասին չի էլի։ Ինքը լավն է շատ։ Գուցե մի փոքր է շատ է խոսում, մեծացել է, շատ է խոսում։ Շփտացեք, սիրով շահեք։ Ես գիտեմ, որ ան ասում են, դու մի խառնվի, դու արդեն մեծացել ես, զենդ կտրի, մենք գիտենք ինչ ենք անում, բայց մեկ աստղիկն է անում ամեն ինչ։ Իրաստանում մեջ սենց է, դու զենդ կտրի, բայց անողը մեկ աստղիկն է, աստղիկը չլինի կորացեք, իմացեք։ Սամվելն էլ։ Որտեվ աստղիկը լավ մամա է։ Այս տունը գնացողը թող օրհնված լինի, եւ այս տան մեջ գնացած հարսները թող օրհնված լինեն Հիսուսի անունով։ 6-րդ պատվիրանը որն ով կասի ու ինչի է նման, նռնակի, ահա, մի սպանիր։ 7-րդ պատվիրանը շնացողները դուրս եկան ոնց որ, հա, մի շնացիր։ Մի գողացիր։ 9-րդ պատվիրանը սուտ մի վկայություն տուր քո հարևանի, քո բարեկամի եւ այլն, սուտ վկայություններ մի տվեք։ Գիտեք, շատ ժամանակ, երբ որ սուտ վկայություններ եմ լսում մարդկանց մասին, ասում սպասեք։ Թողեք ես լավ իմանամ, դա սուտ է թե կեղծ է, որտեվ գիտեմ, գուցե դա հորինում ես, լիքը մարդ հորինող է։ Եվ 10-րդ պատվիրանը, որն է, ով կասի, մի ցանկացի։ Սովորեցին պատվիրանները, նշանակում է, եթե դու Աստծո պատվիրանները պահես, 10 էլ պահես, նշանակում է, ես քո 1000 ազգը կորտնեմ, ասում է Տերը։ Ես քո 1000 ազգը, դուք երեխաներ եք ունենում, դուք ուզում եք ձեր երեխաները օրհնված լինեն, ուրեմն քո 1000 ազգը թող օրհնված լինի, ամեն։ Առաջի Կորինթացիների 1:9-ում գրված է։ Գիտեք, մի քիչ կձգեմ, մինչև մեր թարգմանիչը գա։ Ուրեմն տեսել եք, չէ, ֆիլմ Անվոր Սալի վրիժառուներով ա տեսել։ Այն որ պիտի թագը բերեն ու ձգում են։ Ավրահամ ռադիլ Իսաակա։ Հիշում եք, չէ։ Հիմա ես եմ Ավրահամ ռադիլ Իսաակա։ Մի քիչ կձգեմ, բայց
Կարոզագու եմ, չեմ ձգելու։ Մինչև թարգմանի չգա, որ ռուսերեն են խեղճ աղջկան հարցերը տանք, հո այրեն չենք տալու։ Հարցնելու ենք, չենք պատասխանելու, հետո ինչ որ ինտերնացիոնալ եկեղեցի ենք դառնում, փառք Աստծո, ալելույա։ Առաջի Կորինթացիների 1:9 Հավատարիմ է Աստված, որի ձեռով կանչվեցաք դեպի նրա որդու մեր Տեր Հիսուս Քրիստոսի օրով։ Հալելույա։ Հավատարիմ է Աստված, որ մենք կանչվել ենք ում օրով Տեր Հիսուս Քրիստոսի օրով։ Առաջի Կորինթացիների 5:24 Հավատարիմ է Աստված, որ կանչեց ձեզ եւ կանիել։ Ասա ինձ կանչելա եւ շատ բան պիտի անիմ կյանքում։ Քրիստինը ասա ինձ կանչելա։ Քրիստինը նայրային մի հետ մի խոսա, ինքը սաղին խոսացնում է։ Այսօր քո կողքն անստե բախտը չի բերե։ Ուրեմն հավատարիմ է Աստված, դու ստեղ ես որ Աստծո խոսքը լսես։ Նայրայի խոսքը այդքան է կարևոր չէ այսօր քո համար։ Հավատարիմ է Աստված, որ կանչեց ձեզ եւ կանիել, ասա, որ ինձ կանչելա կանի։ Մի հատ բարձրաձայն ասա Քրիստինե, որ ինձ կանչելա կանի։ Գիտեք ինչ եք դուք ոնց գալիս են այս գնում, որտեվ չեք լսում։ Դրա համար ստեղներից մտնում, ստեղներից է դուրս է գալիս։ Նայրան հեռախոսով մինչև հիմա SMS էր գրում, հենց վերջացրեց Քրիստինեին գտավ։ Աչքից դեմը նստած ինքը գրվում է։ Եկի ամեն առաջը նստելա իրան ինչ, հավատարիմ կլինի, հավատարիմ չի լինի, հավատարիմ մարդ իրան կհանդիպի, թե չի հանդիպի, մեկը ինքը իրա հլը են թռի վռի մի ճպուր, ջահել չես մնա, ծերություն կգա, աշխարհը սուտ է, քեզ էլ չի մնա։ Իմացար, հասկացար ինչ եմ ասում։ Առաջի Տիմոթեոս 1:12 եւ շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսի զորացնողիցը, որ ինձ հավատարիմ համարեց եւ սպասավորության մեջ դրեց։ Եթե Աստված քեզ դրել է իր տան մեջ սպասավորության մեջ, դա մարդու կողմն է արդեն։ Ես խոսեցի Աստծո հավատարմության կողմի մասին, Աստված այնքան հավատարիմ է, որ իր որդին տվեց, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Մի համար եմ կարդում, որ դու պիտի շատ ուշադիր լինես եւ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ Աստծուց, շատերը մտածում են, որ Աստծուն չգիտեմ, էլի մի տեսակ լավություն են անում, որ ծառայում են։ Եվ շնորհակալ եմ ինձ մեր Տեր Հիսուս Քրիստոսումը զորացնողիցը։ Աստված, եթե քեզ չզորացնի, դու չես կարող Աստծուն ծառայել։ Ասա շնորհակալ եմ ինձ զորացնող Աստծուց, որ ինձ հավատարիմ համարեց։ Շորտ ով կարող ասի, Աստված քեզ հավատարիմ համարում է, թե չէ։ Շնորհակալ եմ Աստծուց, որ ինձ հավատարիմ համարեց եւ սպասավորության մեջ դրեց։ Աստծո տան մեջ գործ անելը դա մեծ պատիվ է։ Եվ շնորհակալություն Աստծուն, որ մեզ վստահել է։ Ասա Տեր վստահի ինձ, ես ուզում եմ, որ դու ինձ վստահես։ Գիտես, հենց առաջին մարդը, որ Աստված ստեղծեց Ադամն էր, եւ Ադամը անհավատարիմ գտնվեց Աստծո առաջ։ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով եւ իր նմանությամբ, եւ մարդը առաջին բանը, որ արեց, Աստծո հանդեպ մեղանչեց։ Եվ այն մարդը, որ Աստծո խոսքը չկատարեց, տեսեք, Աստված նրան պատվիրել էր։ 10 պատվիրանները հենց Սննդոց գլխում չի գրված։ Ինձ հետ ես։ Սակայն Աստված, երբ որ մարդուն ինչ-որ բան է ասում, ինչ-որ բան, եթե ասում է քեզ Աստված, ուշադիր լսիր, նա մեկ անգամ խոսում է, դու պետք է 2 անգամ լսես։ Եվ գրված է, քանի որ մարդը մեղանչեց, գրված է, անիծյալ լինի երկիրը քո պատճառով։ Մի ամբողջ երկիր մոլորակ է անիծվում Ադամի անհավատարմության պատճառով։ Ադամը անհավատարիմ էր։ Անհավատարիմ էր Աստծուն, Աստծո խոսքին։ Այսօր խոսում եմ հավատարմության մասին, ասա նա խոսում է հավատարմության մասին։ Ծննդոց 6:6-ում գրված է Աստված զղջաց, որ մարդը ստեղծեց երկրի երեսից, ասեց ջնջեմ մարդը։ Տեսեք, անհավատարմությունը պղարա միտեղ բերի, որ Աստված ողջ մարդկությունը, մի ամբողջ ցեղ, մի ամբողջ ժողովուրդ ջնջի։ Անհավատարմության պատճառով ինձ հետ ես։
Մարդու աննազանդության եւ անհավատարմության պատճառով եւ գրված է ես Աստված զղջաց, որ մարդ ստեղծեց։ Ովսե 6:7-ում գրված է, բայց նրանք Ադամի պես ուխտը զանց են անում, այնտեղ ինձ անհավատարմություն արեցին։ Գիտեք ինչ է նշանակում ուխտ։ Ուխտը երկու մարդկանց կողմից կնքված պայմանագիր է։ Մարդը Աստծո հետ ուխտ արեց եւ ուխտը քանդեց։ Եվ գրված է անիծյալ եղավ ոչ միայն մարդը, անիծյալ եղավ երկիրը մարդու պատճառով։ Եվ Աստված ասեց զղջացի, որ մարդ ստեղծեցի երկրի վրա, վերցնեմ եւ ջնջեմ մարդկությունը։ Բայց պիտի գտնվեր մեկ հավատարիմ, ինչպես որ մեկ անհավատարիմի պատճառով կարար մարդկությունը ջնջվեր, այնպես էլ մեկ հավատարիմի պատճառով կարող էր մարդկության սկիզբ լիներ։ Ասա իմ հավատարմության պատճառով իմ սերունդները պիտի օրհնված լինեն։ Հալելույա։ Եվ Նոյը Աստծո առաջ շնորհ գտավ։ Ծննդոց 6:8-ում գրված է, բայց Աստված երկրի վրա մարդ էր ման գալիս, որ մեկ հավատարիմ գտնի, որ այդ մեկ հավատարիմի պատճառով երկիր մոլորակը չվերացնի։ Շատ խորը խոսք եմ այսօր խոսում, սիրելի Աստծո ժողովուրդ։ Դուք ամեն ինչ այնքան մատերի արանքով եք նայում, դե եկել ենք եկեղեցի, լայ կանենք, կերկենք, կպարենք, մի քիչ իրար վրա մուննատ կգանք, չգիտեմ ինչ կանենք, կգնանք։ Ծննդոց 6:8, բայց Նոյը Աստծո առաջին շնորհ գտավ։ Ասա ես ուզում եմ Աստծո առաջին շնորհ գտնել, որպեսզի սերունդներ ապրեն իմ պատճառով։ Իմ հավատարմության պատճառով սերունդներ ապրեն, ասա սերունդներ կապրեն իմ հավատարմության պատճառով։ Ես ուզում եմ մնալ հավատարիմ մինչև վերջ, որ ունենամ հոգևոր շատ սերունդ։ Մտածել եք երբևէ հոգևոր սերունդի մասին։ Մտածել ես, որ եթե Աստված օրհնեց մարդուն, ապա Աստված օրհնելուց հետո մարդուն ասեց աճեցեք, շատացեք եւ լցրեք երկիրը։ Մտածել ես այդ մասին։ Թե դու մտածում ես միայն զավակներ ունենալով, այ եկեղեցում ասում են, դե չենք կարող հոգևոր պտուղ բերենք, մենք էլ ֆիզիկական զավակներ ենք ունենում։ Եթե ուզում ես ֆիզիկական զավակներդ օրհնված լինեն, հոգևոր պտուղ բեր։ Որովհետեւ ասում են, եւ Աստված եկավ եւ տեսավ թզենին, 1 տարի չկար, 2 տարի պտուղ չկար, 3-րդ տարին չկար, 4-րդ տարին եկավ եւ կտրեց։ Սիրելի Աստծո զավակներ, ժամանակն է, որ մենք սկսենք գնալ եւ պտուղ բերել, ինչպես որ գրված է Հովանու 15:16-ում, գնացեք եւ շատ պտուղ բերեք եւ թող ձեր պտուղը ինչ անի մնա։ Միայն ֆիզիկական զավակները չեն, ժամանակն է խնդրել Տիրոջից, որ Աստված վստահի ձեզ։ Աստված կարևոր է, որ Աստված քեզ վստահի։ Եվ Տերն ասում է, ում ուղարկեմ։ Եթե դու այսօր ասես ինձ ուղարկի, եւ նա քեզ վստահի, ես Աստծո կողմից վստահված անձ եմ ուզում դառնալ։ Աստծո կողմից վստահված մարդը ամենակարևոր մարդն է, հալելույա։ Ծննդոց 6-ում գրված է, Նոյը Աստծո հետ վարվեցավ, սովորել եք Աստծո հետ վարվել։ Գրված է, եւ Նոյը Աստծո հետ վարվեցավ, Նոյը արդար կատարյալ մարդ էր։ Եվ նրա արդարության պատճառով հիմա երկիրը պիտի լցվեր նորից համայն աշխարհում մարդկությամբ։ Նոյը իր հավատարմությամբ շնորհ գտնելով սկիզբ է դնում Արարատ լեռան վրայից, հալելույա Տիրոջը։ 18-րդ խոսքում Ծննդոց 6-ի գրված է, բայց իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ եւ տապանը կմտնես։ Եթե ես իմ ուխտը հաստատեմ քո հետ, տապանը կմտնես դու եւ քո ողջ տունը։ Այս հրաշալի է, չէ՞, որ մարդը եկավ եկեղեցի, մարդը եկեղեցում պտուղ բերեց, ունեցավ զավակ, շուտով կունենա հարս եւ բոլոր իրար հետ կմտնեն տապան։ Տապանը դա Աստծո եկեղեցին է։ Եվ տապանը կմտնես դու եւ քո որդիները եւ կինդ եւ որդկանց կանայք քո հետ։ Այդ քո հավատարմության պատճառով ես օրհնելու եմ քո սերունդը։ Եվ որ նա երան գալիս իրենց ասում էր քրոջս համար կաղոթես, քրոջս համար կաղոթես, ասում է դու աղոթի։ Դու լավ կաղոթես թե ես։ Դու եթե հավատարիմ մնաս, քույրդ զավակ կունենա։
Եթե դու հավատարիմ մնաս, քո աղոթները տեղ կհասնեն եւ քո քուրը կհղիանա։ Եթե դուք ուզում եք, որ ձեր հարազատները, բարեկամները, տանանդամները, ձեր կողքիները ապաշխարեն կամ Աստծո տան մեջ լինեն, մնացեք հավատարիմ, ինքներդ սկզբում եւ հետո սկսեք աղոթել նրանց համար։ Եվ Ծննդոց 7:1-ն որ ասում է մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մեջ, որտեղ այս դարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջ։ Որքան հրաշալի է, երբ որ դու կարողանաս Աստծուն ասել. Տեր, ինձ տես արդար եւ իմ սերունդը օրհնի։ Քեզ տեսա արդար քո տանդ մեջ։ Եվ ասա Նոյը հավատարիմ է իր տան մեջ։ Նա կատարում էր Աստծո ամեն ասածը, ասա նա կատարում էր Աստծո ամեն ասածը։ Սակայն ամեն մարդ սխալական է, ասեք ամեն մարդ սխալական է։ Այդ Նոյը, որ կատարյալ մարդ էր, այդ Նոյը, որ Աստծո առաջ շնորհ գտավ, կարող էր նաև մեղանչել, իմ հետ ես։ Կարող էր նաև մեղանչել, ասա ամեն մարդ ունի տկարություն, ես էլ ունեմ տկարություն։ Այսօր առավոտ մեկին ասեցի հերիքասուտ խոսաս, օրինակ սուտը հանի քեզանից, լավ չի։ Էլ մի խափի։ Ներում եմ, բայց էլ մի խափի։ Տերն ասում էր գնա, ներված են քո մեղքերը, բայց էլ չանես, որ էլ ավալ բան չլինի քեզ։ Այ հիմա դրանից ապաշխարի։ Եվ հիմա գրված է եւ Նոյը ուներ իր տկարությունը, եւ գրված է եւ Նոյը, երբ որ հելավ տապանի վրա ամեն բան ավարտեց, սերունդները իմ պատճառով դես, այնքան լավն եմ իմ պատճառով, բայց Նոյը, երբ որ իջավ Արարատից դեպի Արարատյան դաշտավայր, իմ հետեք, առաջին մարդկության նոր սկիզբ Արարատից, ինչպես որ սկիզբ Ադամը դրախտից, որ նորից Հայաստանն էր, նորից Ադամ, նորից Նոյ բարձրացավ այդ նույն տեղից, որտեղից մեղանչել էր առաջին մարդը, եկավ Նոյը, բարձրացավ Արարատ լեռան վրա, եւ Արարատից նորից սկսվեց մարդկության հզոր օրհնությունները, որովհետեւ Արարատը ամենաօրհնված երկիրն է։ Եվ նորից մարդկությունը սկիզբ առավ Արարատից, հալելույա։ Եվ որ իջավ, այնտեղ խաղողի այգիներ կար արդեն։ Աստված խաղողի այգիներ էր տնկել, ասեք Արարատում, Արարատից են, չէ՞ մեր ժողովուրդն այսօր։ Արարատում շատ ինչ կա խաղողի այգիներ կան։ Ամենալավ խաղողը Արարատում է։ Արարատցիներ, մյուս անգամ որ գնաք Արարատ, մեզ խաղող կբերեք։ Եվ Նոյը, չգիտեմ ոնց իմացավ այդ մաճարի մասին, այդ գինու մասին, մի անգամից այդ գինին սարքեց ու խմեց ու հարբեց։ Տեսնում եք, չէ՞ որ ամեն մարդ սխալական է։ Խմեց, հարբեց, քիչ է իր մերկությունը ինչ արեց, բացեց։ Դե տնաշեն հարբել էր, ինչ էր տկլորացել։ Մերկությունը բացեց ու պարկավ։ Եվ կկարդակ տանը այս համարը, Ծննդոց 9:20-21-ն է, 22 խոսքում 23 գրած է, եւ քամը տեսավ իր հոր մերկությունը եւ գնաց իր երկու եղբայրներին պատմեց։ Այստեղ էր էլի, որ պատվիրանն ասում է, ձեր ծնողներին պատվեք, սիրեք, գնաց ասեց, լսի, Սեմ ու Հաբետ, քամն է ասում, Սեմ ու Հաբետ, եկեք տեսեք, ինչ ծիծաղալու տեսարան, մեր հայրը գժվել է, այդ տապանի մեջ եկան գնաց, եկավ խելքը գցեց, այսքան ամիսներ, այսքան տարուց ավել մնաց տապանի մեջ, հիմա ինչ-որ մի բան է ինչի, եկեք տեսակ, իրան մերկացրել է և մերկությունը բացել է, խայտարակ է եղել, սա քամն էր, բայց Սեմն ու Հաբեթը լսելով այս լուրը գիտեք ինչ ասեցին, մենք մեր հոր մերկությունը չենք տեսնելու։ Եվ հանդերձները իրանց ուսերի վրա առած, ասում է, եւ հետ եկան, որ չտեսնեն, այսինքն հետ, հայրը այնտեղ պարկած է, իրանք հետ եկան, հանդերձը վերցրեցին եւ գցեցին իրանց հոր վրա, ծածկեցին հոր մերկությունը։
Գիտես, դուք շատ ժամանակ սիրում եք ձեր ծնողների, ձեր հովիվների եւ մնացած մարդկանց մերկությունը բացել։ Բայց եկավ հետ մերկությունը ծածկեց։ Նոյը գինուց երբ որ արթնացավ, հասկացավ, իմացավ այդ ամենի մասին, անիծեց քամին։ Անիծյալ լինի քամը իր ողջ սերունդներով։ Եվ օրհնյալ լինի Սեմի եւ օրհնյալ լինի Հաբեթը, թող նրանց սերունդը օրհնված լինի։ Օրից եկա օրհնության եւ անեծքին հավատարմությանը։ Նրանք հավատարիմ էին իրենց ծնողին, այն երկուսը ոչ։ Առակաց 43-13-17 կներեք, անզգան պատգամավորը, ինձ հետ ես, անզգան պատգամավորը չարիքի մեջ կընկնի, բայց մի հավատարիմ դեսպան բժշկություն է։ Երբ որ ձեզ վատ լուր են բերում, վատ լուր են ձեզ բերում, գրված է անզգան պատգամավորը չարիքների մեջ կընկնի, բայց մի հավատարիմ դեսպան բժշկություն է, դու եղիր լավ դեսպան, հավատարիմ դեսպան, ոչ թե անզգան պատգամավոր, վատ պատգամներ մի բերեք, հալելույա, մի հատ ուրախացեք այսօր, Առակաց 14-25 հոգիներ ազատող է հավատարիմ վկան, բայց խարդախը ստեր կփչի։ Ասես չեմ ուզում խարդախ լինել, ես ուզում հավատարիմ լինեմ։ Շուտով կսկսենք սակադրությունը, դեռևս ժամանակ ունենք, 10 րոպե վերջացնում եմ։ Ասած կանչեց Աբրամին, եւ նա վեցրեց իր եղբոր որդի Ղովտին, երբ որ 75 տարեկան էր։ Ինձ հետ ես։ Ես Աբրամը խղճաց իր եղբոր որդի Ղովտին, բայց Աստված նրան չէր ասել, որ Ղովտին վերցրու հետդ մտի այդ երկիր։ Ասել մենակ գնա, դու եւ քո տունը, բայց ոչ Ղովտը։ Եվ Ծննդոց 12-ի 10-26-ում ասում, երբ որ սով եղավ, Աբրամը իջավ Եգիպտոս եւ իր կնոջը տվեց Փարավոնին։ Տեսեք, Աբրամը անհավատարիմ գտնվեց իր Ղովտի նկատմամբ եղբոր որդու, բայց այդ կինը, որ պիտի պահեր, սիրեր, այդ կնոջը, որ պիտի ինքը պաշտպաներ, երբ որ վեր կացավ, գնաց տեսավ երկրում սովը, վախեցավ Փարավոնից։ Եվ գրված է Սարան տարիքով կին էր, բայց շատ գեղեցիկ էր։ Այնքան գեղեցիկ էր, որ եթե նա 75 տարեկան էր, նա էլ մի 60 տարեկան երևացուն անց։ Բայց ասա Փարավոնը, երբ որ տեսավ, սիրարվեց, խելքը գցեց Սարային, որ տեսավ։ Եվ ասեց, ով այդ կինը, ասեց քույրս է։ Իրականում իրանք քույրեր են։ Քույր ու եղբայր են։ Դե ասեց, այդ կնոջը ինչ արա ինձ տուր։ Հա վեկալ գնա։ Ինձ մի սպանի մենակ կնոջս տար։ Բայց Աստված հավատարիմ գտնվեց։ Եվ Փարավոնի վրա մեծ անեծք եկավ, եւ գիշերը երազում Փարավոնը տեսավ Տերը եկավ եւ ասեց, այդ ինչ ես արել։ Իմ մարգարե Աբրահամի կնոջը կնության ես տարել, եթե հիմա հետ չտաս, այս ինչ վատ բանը կլինի քո հետ։ Երկու անգամ կնոջը տվեց։ Եվ եկավ ասեց Փարավոն, այս ինչ չարիք ես բերել իմ գլխին, եթե Աստված հիմա չգարի մեծ վատ բան կլիներ, երբ որ դժվարության հանդիպեք, սիրելի ամուսնացող տղամարդիկ, ձեր կանանց մի տվեք, Եգիպտոս գերության, Փարավոններին, այլ պահեք, եթե ձեզ սպանեն էլ, ասա կյանքից գնով պիտի պահեմ կնոջս, ասեք կյանքից գնով, ինչ-որ մեկը թող ասի, հիմա խոստանում ես։ Բայց Ղովտը անհավատարիմ եղավ Աբրահամին։ Մինչև Սոդոմը եւ Գոմորը, շուտով ավարտում եմ, մինչև Սոդոմը եւ Գոմորը կործանվելը, Սոդոմը եւ Գոմորը հրաշալի մի տեղ էր, մի դաշտավայր էր, առատ բերքերով։ Բայց Ղովտը հավատարիմ չմնաց Աբրահամին, երբ որ նրանց ծառաները սկսեցին իրար հետ կռվել, հովիվները, ասեց Ղովտ, որ տեղը դու գնաս, ես էլ ուրիշ տեղ կգնամ։ Եվ Ղովտը վերցրեց եւ ջրած տեղերը գնաց, մտածում էր, որ եթե ջրած տեղերը գնա, հիմա օրհնություն կիջնի, օրհնողն Աստված է։ Բայց այդպես չեղավ։
Հովտը իր անհավատարմության պատճառով վեր կացավ գնաց այդ ջրած տեղերը եւ անեծքի տակ ընկավ ոչ միայն ինքը, ինչպես որ Ադամի պատճառով անիծվեց երկիրը, այնպես էլ Հովտի պատճառով անիծվեց Սոդոմը եւ Գոմորը, մինչեւ այդ հրաշալի երկիր էր, բայց անիծվեց եւ դառավ անեծքի քաղաք եւ այրեց Աստված։ Եվ աղի արցանել դարձավ կինը։ Աստված ուզում է այսօր հավատարիմներ, ասա հավատարիմներ, բայց Աբրահամին Հովտի գնալուց հետո ասեց. «Աչքերդ բարձրացրու, նայի հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, այս ամենը ես քեզ եմ տալու եւ քո սերունդը, եթե ինչ որ մեկը Աբրահամ կարող է ծովի, կարող է երկրի փոշին հաշվել, այդպես էլ քո սերունդը կարա հաշվի»։ Կարող եք երկրի փոշին հաշվել, այդպես եղավ Աբրահամի սերունդը, որից ծնվեց Քրիստոս, հալելույա։ Ասեք Տերը բարի է եւ շատ ողորմած։ Թվոց 12:7 խոսում է Մովսեսի մասին, բայց այդպես չէ Մովսեսը իմ ծառա, նա իմ ողջ տան վրա հավատարիմ է եւ նրա հետ ես բերան եմ խոսում։ Ով է ուզում որ Աստված իր հետ բերան խոսի։ Ուզում եք որ Աստված ձեր հետ բերան խոսի, մնացեք հավատարիմ եւ կլսեք Աստծո ձայնը եւ կկատարեք Աստծո կամքը։ Փառաբանության խումբարի Անուշիկարի Ելիս 18:21-ում գրված է. «Եվ դու բոլոր ժողովրդից կարող մարդիկ Աստվածանից վախող հավատարիմ ագահությունը ատող մարդիկ ընտրիր, եւ հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ եւ տասնապետներ դիր նրանց վրա»։ Եվ 2 Տիմոթեոս 2:2-ում ավարտում է. «Եվ այն ամենը, ինչ որ ինձանից լսեցիր, շատ վկաներով հանձնիր հավատարիմ մարդկանց, որ կարող լինեն ուրիշներին սովորեցնել»։ Խոսքս կավարտեմ, դրանք պետք չէ, սա երբ որ պսակադրություն սկսի կթարգմանես։ Ղուկաս 16:10-ում ասում է. «Քիչ բանի մեջ հավատարիմը, շատ բաների մեջ էլ հավատարիմ կլինի, եւ քիչ բանի մեջ անիրավը, շատ բաների մեջ էլ անիրավ կլինի»։ Հալելույա։ Շուտով կկանչեմ մեր սիրելի Հարսուփեսային, այստեղ կկանչեմ եւ նորից խոսք խոսեմ, որից հետո կլինի սակադրության հրաշալի արարողություն։ Առակաց 25:19-ում գրված է. «Կոտրած ատամ եւ դիրավոր ոտք է նեղորը անհավատարիմ մարդու վրա հուսացողը»։ Հələ մի կարդամ։ Ինձ հետ ես։ Հայտնություն 17:14 Սրանք պատերազմ կանեն գառի հետ եւ գառը կհաղթի նրանց, որովհետեւ Տերերի Տեր եւ թագավորների թագավոր է, որոնք որ նրա հետ են կոչված, ընտրված եւ հավատարիմ են։ Ասա ես Տերերի Տիրոջ բանակից եմ, գառի զորքի մեջ եմ։ Եվ Հռոմեացիների 9:13-ով ավարտում եմ. Հակոբին սիրեցի եւ Եսավին ատեցի։ Աստված սիրեց Հակոբին, Եսավին ատեց, որովհետեւ Հակոբը հավատարիմ է։ Սիրելի Հարսուփեսան պետք է այն դռնոց դուրս գալ, այն դռնով ներս գան։ Возлюбленные жених и невеста должны выйти из этой двери и из той двери войти сюда. Դուրս եկեք եւ դրսից կգաք։ Выйдите и войдите с той стороны. Տարբեր դռներից։ С разных дверей. Էսա։ Մեկը մի դռնից եք ներս մտնում, մեկը մյուս դռնից։ Один с одной двери, вторая с другой двери. Երբ որ կկանչեմ Արմինը իրանց կասես թող կան։
եկեղեցի ես ուզում եմ ոտի վրա կանգնենք եւ Возлюбленная դիմավորենք церковь, я хочу, чтобы мы встали на ноги и пригласили сюда и встретили մեր սիրելի հարսին Եփեսային наших возлюбленных жениха и невесту. եւ երբ որ նրանք կմտնեն ներս, ես խնդրում եմ ձեր բուրըն И когда они ծափարությունները войдут сюда, я хочу ваши бурные аплодисменты. եւ ես այստեղ հրավիրում եմ սիրով Я сюда приглашаю от всего сердца մեր սիրելի Նարեկին нашего любимого Нарека եւ մեր сирելի Վիկտորիային и нашу возлюбленную Викторию. Ամբյոնը մի քիչ էս կողմ դրեք Ամբյոնը մի քիչ են կողմ դրեք Չէ, ստեղ դրեք Այստեղ Կարող եք նորից եւս մեկ անգամ ծախարել Можете еще раз аплодировать. Սիրելի եկեղեցի դու կարող եք դերևս նստել Возлюбленная церковь, вы можете опять присесть. եւ մենք սկսում ենք մեր փսակադրության արարողությունը И мы начинаем наше бракосочетание. Աստված ստեղծեց մարդը իր պատկերով եւ իր նմանությամբ Господь создал человека по образу и подобию своему. Եվ Աստված հենց որ ստեղծեց մարդը գրված է եւ արու եւ էկ ստեղծեց մարդուն И написано, что Господь, когда создал человека, создал женщину и мужчину. Երբ որ Աստված ստեղծեց Նարեկին Когда Господь создал Нарека, Վիկան արդեն Նարեկի մեջ էր Виктория уже была в нем. Եվ որ ասма ստեղծեց Ադամին Когда Господь создал Адама, արդեն կինը նրա մեջ էր արու եւ էկ уже ստեղծեց женщина находилась, обитала в нем. Եվ Ադամի կողից դեռևս ոսկորից չէր հանել Եվային И пока от кости Адама не вытащили Еву, Ադամը իրեն շատ մենակ էր զգում երկրի վրա Адам чувствовал себя очень одиноко на земле. Մեր եղբայրը իրեն շատ մենակ էր զգում մինչև Վիկտորիայի գալը Наш брат чувствовал себя очень одиноко до встречи с Викторией. Եվ գրված է եւ Ադամի համար բերեց շատ կենթանիներ եւ И թռչուններ написано, для Адама он привел очень много птиц и зверей. բայց Ադամը չէր երջանկանում Но Адам не становился от этого счастливым. շատ աղջիկներ եկան Очень Նարեկի առաջ много женщин и девушек пришли перед ним. եւ շատ տղաներ եկան Վիկտորիայի առաջ И очень много парней пришли перед Викторией. բայց նրանք երջանկություն չէին գտնում Но они не обретали счастья. եւ բոլորին ասում էին չէ И они всем сказали нет, սա նա չէ а это не те. որովհետեւ դա իմ ոսկորը չէ Потому что это не моя кость, եւ սա իմ մարմինը չէ и это не моя плоть. որովհետեւ երբ որ Աստված Потому что քնացրեց когда Ադամին Господь, քնացրեց Ադամին когда он усыпил Адама, որովհետեւ տեսա ոչ մեկին չի հավանում когда увидел, что ему никто не нравится, ոչ մեկին հավան չէր и никто ему не нравился, ասես չէ քո միջից պիտի հանեմ որ հավանես он сказал, нет, я должен вытащить из тебя, чтобы тебе понравилось. մինչև դու քո մարմնի կեսը չունենաս իրական Пока у тебя не будет истинной половины своей плоти, դու երջանկությունը չես հասկանա ինչ բան ты է не поймешь, что же такое счастье. որովհետեւ իր կնոջը սիրողը իրեն է сирելու Потому что тот, кто полюбит свою женщину, полюбит որովհետեւ себя. նա ոսկոր է նրա ոսկորիցը Потому что она кость от кости его, եւ նա մարմին է նրա մարմնիցը и она плоть от плоти его. այդ պատճառով Ադամի վրա խորքում վերեց А по этой же причине Адаму даровал глубокий сон, եւ որ քնած էր նրա կողքից հանեց գեղեցիկ հրաշալի էակին и когда он спал, он вытащил прекрасную Викторию. Ալելույա Аллилуйя. երբ որ Նարեկը քնած էր Когда Нарек спал, խորքուն էր մտել он глубоко спал,
Աստված սկսեց նրա կողքից ոսկորը հանել։ Господь начал вытаскивать из него кость. Եվ այդ ոսկորը մեր սիրելի Վիկտորիան է։ И эта кость была наша прекрасная Виктория. Կարո՞ղ նորից այս զույգին ծափարել։ Можете еще раз аплодировать этой прекрасной паре. Որքան գեղեցիկ եք դուք, Насколько вы красивы, որքան երիտասարդ, насколько вы молоды, եւ որքան արժեվում կան նպատակներ, и сколько есть планов впереди, տեսիլքներ, видений, որքան արժեվում դերևս կա հրաշալի ապագա։ сколько есть еще чудесного будущего впереди. Նաեւ դժվարություններ, Также есть очень много сложностей, նաեւ խոչընդոտներ, также трудностей, նաեւ անհամաձայնություններ, несогласий. Շատ բան կա դերևս Много արժևում, всего впереди, բայց դուք հաղթող եք։ но вы победоносные. Բայց դուք կհաղթեք, որովհետեւ կա սեր։ Победите, потому что есть любовь. Սերն այն է, երբ որ դառնում կրկնակի չես ապրում առանց սիրած էակի։ Любовь та, что ты больше не можешь прожить без своего любимого человека. Տանող հրթիռ է սերը զորավոր, սիրելուց նաև դառնում ես անզոր։ От любви становишься немощным. Հալելույա։ Аллилуйя. Դուք սիրում եք իրար, Вы любите друг друга. դուք սեր տեսնում եք, Вы видите любовь. սերն է հաղթելու։ Любовь победит. Դժվարություններին, նեղություններին, Сложности, խնդիրներին трудности. հաղթելու է անսասան սերը։ Победит любовь. Եվ թեպետ Եվան, որ ստեղծված էր Ադամի կողից, И Ева, которая была создана из кости, Ադամի գրած Ադամի կողքի ոսկորից որ հանեց, այդտեղ միս լցրեց։ и сказал, когда он вытащил из кости его, он наполнил там плотью. Միշտ ասում են, չէ, տղամարդու կողի մի ոսկորը չկա։ Говорят же, что у мужчины нет одного ребра. Բայց եթե ոսկոր կա, գնա մարդու կողքը նստի, որ ոսկորը լրացնես։ Но если есть кость, то иди садись вместе со своим мужчиной, чтобы дополнить это. Բարի է Տեր, հալելույա։ Благ Господь, аллилуйя. Տենում ես, որ մի քիչ տարիքը մեծանում է, Видите, когда чуть взрослеете, էլ իրար կող չեն ուզում նստել։ больше не хотят садиться друг с другом. Էլ Սամվելի կողքը չի նստում, Կիսուր մայրիկը։ Она больше не хочет садиться рядом с Самвелом. Թորա կերցնում, թորի կողքա նստում։ Она кормит внука, садится рядом с внуком. Դուք այդպեսին չլինեք։ Не становитесь таковыми. Դուք մինչև վերջ իրար կերակրեք, Вы до աղունիկների конца նման։ кормите друг друга. Մինչև խորցերություն իրար կերակրեք։ До глубокой старости кормите друг друга. Թող երեխաներ լիքը լինեն, Пусть թողներ будет լիքը очень много լինեն, детей, բայց դուք ստեղծված եք իրար համար։ но вы созданы друг для друга. Այս հրաշալի զույգը ստեղծված են միմյանց համար։ Эта чудесная пара создана друг для друга. Հալելույա Տիրոջը։ Аллилуйя Господу. Եվ թեպետ Ադամի կին Եվան մեղանչել էր, И хотя жена Адама согрешила, եւ երկիրը անիծվել էր նրանց и պատճառով, эта земля была проклята из-за нее, երբ որ ասեց Ադամին կնոջդ անուն դիր, и когда Адаму сказал, назови именем свою женщину, մեկը անունը Եվա դրեց։ все равно он назвал ее Евой, Այսինքն կյանք, то есть жизнь. եմ որ ասել է կյանքս, Когда вы друг другу Аскар, скажете маленькая кянкас, кянкас. она понимает, что такое Жизнь моя. кянкас? Жизнь. այս որ когда он тебе скажет кянкас, ты сразу будешь понять, что это означает жизнь моя. Հալելույա։ Սենց դուք ասես ալասա կյանքս նա, նա սիրուն ասա կյանքս։ Էսա ձեզ խոսք եմ տալու։ Հալելույա։ Аллилуйя. Պսակվածները կասեն այ մարդ մի հատ է պսակվեին, կովիվը մի հատ սիրուն պսակադրություն աներ։ Сейчас многие скажут, еще раз поженимся, она делает красивые бракосочетания, ведет. Հիմա Հակոբ ջան եւ մյուս աղբերներ ձեր համար եմ կարդում։ Առակաց 18:22 Притчи 18:22 стих Ամուսնուհի գտնողը բարիք է գտել Աստծուց եւ շնորհ ստացել։ Ամուսնուհի գտնողը Աստծուց բարիք եւ շնորհ է ստացել։ Ասա ամուսնուհի գտնողը Притчи 18:22 стих Ամուսնուհի գտնողը Աստծուց բարիք է ստացել։ Մի հատ ռոմանտիկա էլ անենք, Անուշան, գոնե երկերկոցը կարաս բացես։ Պեսնի։ Մի քիչ ռոմանտիկայի դասեր էլ անենք։
Առաջի գլխից եմ կարդալու։ Ինձ հետ եք, ասա ես քո հետ կմասնակցեմ, մի քիչ Скажи, я գովենք, с тобой. մի քիչ գովենք մեր հարսիկին։ Давайте чуть-чуть похвалим Асхик, Հարսիկի, невесту. թող ինձ համբուրե իր բերանի համբուրներով, որովհետև քո սերը գինից լավ է։ Да лобзает он меня Остаться лобзанием романтик уст своих, гирке. ибо ласки твои лучше вина. Ախորժելու են հոտոտելիքին քո յուղերը թափված յուղը քո անունը։ Դրա համար սիրում եմ քեզ օրիորդները։ От благовония мастей твоих имя твое, как разлитое мира. Поэтому девицы любят тебя. Եվ 5-ից եմ կարդում. Սև է, ես բայց գեղեցիկ, ով Երուսաղեմի աղջիկներ, Կեդարի վրանների նման, Սողոմոնի վարակույրների նման։ Не смотрите на меня, что я... Լավ, երկերկոցի երկուս ավել լավն է, արի կարդանք։ Պեսնի վտրա գլավա։ Ես Սարոնի ծաղիկն եմ, հովիտների շուշանն եմ, հարսն ասում։ Я нарцисс Саронский, лилия долин. Ինչպես շուշանն է փուշերի մեջ, նույնպես էլ իմ ընկերուհին աղջիկների մեջ։ Что лилия между тернами, то возлюбленная моя между девицами. Քեզ պետք է այսուհետև Աստվածաշունչ կարդալ։ Тебе нужно отныне читать Библию. Այս գիշեր երկերկոց ենք կարդալու տանը։ Этой ночью будем песню песней читать дома. Կգնաս գիշերը կբացես, որ բառերդ վերջանան, կսկսես։ Пойдешь, начнешь... Սողոմոնը ինչքան լավ ռոմանտիկ տղա է։ Насколько был романтичным парнем Соломон. Դրա համար էլ 1000 գինու հարճ ուներ։ Поэтому у него было 1000 женщин и Բայց служанок. մենք մեկն ունենք, Но у нас есть одна, որ 1000-ի տեղ պիտի անցնի։ которая должна за 1000 пройти. Նարեկ ջան, շատ է սիրում Վիկային։ Нарек, любишь Викторию? Տեսեք, չէ, ինչ սիրո խոստովանություններ է անում։ Ինչպես խնձորենին է անտարի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանը տղերքնի մեջ, այս աղջիկն ասում։ Эта девушка говорит, что яблоня между лесными деревьями, то возлюбленный мой между юношами. Նրա հովանին հավանե նստեցի եւ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։ В тени ее люблю я сидеть, и плоды ее сладки для гортани моей. Զորակցրեք ինձ կարկանդակներով, ուժովացրեք ինձ խնձորիններով, որովհետև սիրո հիվանդ եմ ես։ Подкрепите меня вином, освежите меня яблоками, ибо я изнемогаю от любви. Այս տղեն հիվանդացել է, Этот юноша заболел, բայց լավ հիվանդություն է սա։ но это хорошая болезнь, Սիրո հիվանդություն է։ болезнь любви. Ասա ես ուզում եմ սիրահարված, сирով հիվանդ լինել։ Скажи, я хочу быть влюбленным, возлюбленным. Նարեկ ջան, լավ բան է, չամ ուստանալը։ Нарек, хорошая, да, вещь, пожениться? Դες ինչքան երիտասարդ տղաներ կան, որ նախանձում են դեռևս քեզ։ Смотри, сколько юношей тебе завидуют. Նրա ձախ ձեռքը գլխի տակին է, աչը ինձ գրկե։ Երթում եմ տալիս ձեզ, ով Երուսաղեմի աղջիկներ, դաշտի այցեմներով կամ եղնիկներով մի զարթեցրեք եւ վերհանեք սիրուհին, մինչեւ որ ինքը բարեհաճ է։ Իմ սիրեկանի ձայնն է, ահա նա գալիս է թրջելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։ Левая рука у меня под головою, а правая обнимает меня. Заклинаю вас, чери иерусалимские, серными и полевыми ланями, не будите и не тревожьте возлюбленной, доколе ей угодно. Չեմ ուզում ամբողջ երկերկոցը կարդալ, Я не хочу всю песню песней прочесть, բայց մի համարել կկարդամ երկերկոցից։ но мы еще один стих прочтем из песню песней. Դա 4-ի 10-ն է երկերկոց։ Это 4:10. Ինչ գեղեցիկ է քո սերը, ով իմ քույր հարս, ինչ լավ է քո սերը, գինից եւ քո յուղերի բուրմունքը ամեն խոսքերից։ О, как любезны ласки твои, сестра моя невеста! О, как много ласки твоей лучше вина, и благоволение мастей твоих лучше всех ароматов. Այնպես չի որ անդադար այսօր ես եմ խոսելու,
Не то, что я непрерывно сегодня сама буду говорить. Շուտով խոսքը տալու եմ Հարսի եւ Փեսային։ Скоро я передаду слово жениху и невесте. Նրանք իրար սիրո խոստովանություն կանեն, Они будут говорить друг другу слова любви. որից հետո մենք կհայտարարենք երկրի առաջ նրանց ամուսնությունը, После чего мы պսակադրությունը։ пред небесами и землей проведем их бракосочетание. Բայց ուզում եմ հիմա կարդալ Եփեսացիների 5:21-ը։ Сейчас хочу прочесть Ефесянам 5:25. Իրար հնազանդ եղեք Աստծո վախովը։ Կանայք Եփեսացիների 5:21։ Կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանցը, ինչպես Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսը եկեղեցու գլուխը, եւ ինքն է մարմնի փրկիչը։ Բայց ինչպես որ եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Մարդիկ, սիրեցեք ձեր կանանցը, ինչպես Քրիստոսն էլ սիրեց իր եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ նրան սրբացնե, մաքրելով ջրի ավազանով խոսքով, որ իր առաջին փառավոր կանգնեցնի եկեղեցին, որ չունենա մի արատ կամ խորշոմություն կամ ուրիշ բաներ, որ սուրբ եւ անարատ լինի։ Այսպես պետք է մարդիկ սիրեն իրենց կանանցը, ինչպես իրենց մարմինները, ով իր կնոջը սիրում է, իրեն է սիրում, որովհետև ոչ ոք իր անձը չի ատի, այլ կերակրում եւ պահպանում է նրան, ինչպես Տերն էլ եկեղեցին, որովհետև նրա մարմնի անդամներն ենք։ Եվ ահա նրա համար մարդը կթողե իր հորը եւ իր մորը եւ իր կնկան կհարի եւ երկուսը մեկ մարմին կլինեն։ Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի եւ եկեղեցու վրա եմ ասում, սակայն դուք ըստ միջոցե ամեն մեկը իր կնկանը թող այնպես սիրի, ինչպես իր անձը եւ կինը վախենա իր մարդիցը։ Повинуясь друг другу в страхе Божьем, жены, повинуйтесь своим мужьям как Господу, потому что муж есть глава жены, как и Христос глава церкви, и он же спаситель тела. Но как церковь повинуется Христу, так и жены своим мужьям во всем. Мужья, любите своих жен, как и Христос возлюбил церковь и предал себя за нее, чтобы осветить ее, очистив баню водную посредством слова, чтобы представить ее себе славную церковью, не имеющего пятна или порока, или чего-то подобного, но дабы она была свята и непорочна. Так должны мужья любить своих жен, как свои тела. Любящий свою жену любит самого себя. Ибо никто никогда не имел ненависти к своей плоти, но питает и греет ее, как и Господь церковь. Потому что мы члены тела Его, от плоти Его и от костей Его. Посему оставит человек отца своего и мать и прилепится к жене своей, и будут двое одна плоть. Ամեն։ Ամին։ Ես խնդրում եմ Էմիլիային, որ առաջ գա եւ մեր Հարսի եւ Փեսայի մատանիները Էլիա ջան, որպես չամուսնացած Հարսիկի կողմից քույրիկ խնդրում եմ առաջ գաս։ Я прошу Էմիլիարի։ Эмилию, чтобы она, как незамужняя молодая девица, передала обручальное Քույրը պետք է кольца. գա։ Որպես Հարսիկի քույր խնդրեմ, Как сестра невесты, прошу. կանգնի այստեղ դերո ժամանակը չէ Встань сюда, փոքասը։ еще не время. Սիրելի եկեղեցի, Возлюбленная церковь, Հարսը, որ կանգնած է այստեղ որպես անարատ, հագնված եւ այսպես գեղեցիկ, невеста, которая стоит здесь настолько непорочно, красиво и священно, ներկայացնում է եկեղեցին։ представляет церковь. Փեսան, որ այսպես զարդարվել, հագնված, կանգնել այստեղ, Жених, которые приодеты и красиво стоящие здесь, ներկայացնում է Քրիստոսի կերպարը։ представляет обличие Христа. Երկրի վրա հարսանիքի խորհուրդը, На земле հարսանիքի символ замужества. դա
հարս եկեղեցու Бракосочетание – это невеста церковь եւ Քրիստոս Փեսայի и жениха Христа, իրար հետ միանալու խորհուրդն է։ соединение друг с другом. Ինչպես հարսն է այսպես պատրաստվել Փեսայի գալուստին, Как невеста подготовилась к приходу жениха своего, այնպես էլ եկեղեցին պետք է սպասի Քրիստոսի գալուստին։ так и церковь должна ожидать пришествия Христа, Լվացված, մաքրված ջրիավազանում, очищенная в водах, ջրերի մեջ մկրտված, окрещенных в водах, սրբված եւ մաքրված եւ պատրաստ։ очищенных и освященных и подготовленными. Սիրելի եկեղեցի, Возлюбленная церковь, Քրիստոսի գալուստը մոտ է։ пришествие Христа очень близко, Եվ մեզ պետք է պատրաստվել այս հարսիկի նման։ и нам нужно подготовиться как невеста. Եվ տեսնում ենք այս հարսը գուցե այս գիշեր չի քնել, И видите, может быть, наша невеста этой ночью вообще не спала. հարտարվել է, որքան գեղեցիկ է ով ընկերուհիս։ Какая она прекрасная, какая красивая, Կույս, երիտասարդ, девственна, молода. եւ այս ամենը զարդարված է ոչ թե մեզ համար, И она украшена не для нас, այլ իր ապագա ամուսնու а համար։ для своего будущего мужа. Նա պատրաստվել է, որ նրանց միաբանությունը լինի արդար, գեղեցիկ, Она եւ подготовилась, и пусть их воссоединение будет երկնքի праведным եւ երկրի առաջ հաստատված։ и утвержденным перед небесами и землей. Այսօր նրանք միմյանց հետ կապելու են հնազանդության ուխտ Они сегодня заключат друг с другом завет, եւ հավատարմության հրաշալի ուխտ։ и завет верности. Աղջիկը պետք է լինի հնազանդ Девочка должна быть послушна, եւ ամուսինը հավատարիմ։ и муж должен быть верным. Այսօրն է, Сегодня этот день, որ մենք երկնքի եւ երկրի առաջ պիտի նրանց հայտարարենք ամուսին եւ կին։ что мы перед небесами и землей должны назвать их мужем и женой. Եկեղեցի ես խնդրում եմ ոտքի կանգնես։ Возлюбленная церковь, я прошу, чтобы вы встали на ноги. Իսկ մեր երիտասարդներին խնդրում եմ ծնկել իրար առաջ։ И наших молодых я хочу попросить, чтобы они встали на колени друг перед другом. Օգնի, որպեսզի սիրելի հարսիկը կարողանա ծնկել։ Ես խնդրում եմ իրար խոսքեր ասեք։ Я прошу, чтобы вы сказали друг другу Արամ слова. ջան, հիմա հերթը քոննա։ Խնդրում եմ ասա, սիրում ես հարս։ Очень, Скажи, пожалуйста, ты любишь ее? очень. Դե մի երկու խոսք ասա իրան։ Ну скажи ей пару слов. Мы все слушаем тебя. Я люблю тебя. Помолись перед Господом. Скажи, Господь, прошу тебя, Տեր խնդրում եմ, Սխրանի բայր մեր նաշի միությունը, единство։ օրհնիր մեզ։ Ամեն, օգնի։ Երկու բառ կարող ես ասել քո ապագամուսուն։ пару слов можешь сказать своему будущему мужу? Очень сильно тебя люблю, и я верю, что у нас будет все вообще супер замечательно. Հալելույա, կարող եք ծափարել։ Կանգնեք ոտքի։ Встаньте на ноги. Նրանք այսօր եւս մեկ խոսնունք պետք է միմյանց տան։ Они сегодня еще один завет должны заключить друг с другом. Ես խնդրում եմ այս մատանիները շուտով կդնենք։ Я прошу, мы скоро оденем эти кольца. Նարեկ, առաջին հարցը քեզ եմ ուզում տալ։ Нарек, я хочу первый вопрос задать тебе. Խոստանում ես հավատարիմ մնալ մինչև կյանքիդ վերջ Վիկտորիային։ Обещаешь быть верным до конца жизни своей Виктории, Քո կյանքի բոլոր օրերում, во все дни своей жизни. որքան դժվարություններ կան, Сколько бы сложностей не пришли, խոստանում ես, որ կլինես նրա հետ, обещаешь, что ты будешь с ней. կպահես նրան աչքիդ բիբի պես Сохранишь как зеницу ока своего եւ կսիրես նրան։ и будешь любить его. Եվ նրան չես փոխի որևէ մի աղջկա И հետ։ ты не поменяешь ее ни на одну другую женщину. Խոստանում ես մնալ հավատարիմ։ Обещаешь ей? Վկաներ, փեսան խոսացավ։ Свидетели, жених обещал. Վիկտորիա, Виктория, խոստանում ես, որ կլինես հնազանդ մեր սիրելի փեսային։ обещаешь, что будешь покорна нашему жениху. Կլինես հնազանդ։ Ты будешь покорна ему. Այ մարդիկի մեր աղջիկները տես չեն ասում կլինեք հնազանդ։ Даже Փառք наши Աստծո այս девочки ազգի համար։ так не говорят, что буду покорна, как она. Մենք
նոր ազգենք, լիքը նոր ազգեր պիտի գա եկեղեցի։ Очень много разных народов будет приходить в церковь. Հալելույա Տիրոջ։ Аллилуйя Господу. Որքան գեղեցիկ ես Վիկտորիա։ Насколько ты красива, Виктория. Շնորհակալ եմ, որ դու այսօր հնազանդության ուխտ ես անում։ Я благодарна Եկեք тебе, что առաջ։ ты сегодня заключаешь завет покорности. Հիմա ձեր մատին դրվում է հավատարմության եւ հնազանդության մատանիների ուխտը։ Сейчас на Խնդրեմ։ ваши пальцы будут одеваться кольца завета и верности. Ծափարեք, Аплодируйте! խնդրում եմ, ծափարեք այս հրաշալի Прошу вас, аплодируйте! Ես իմ աղոթքը կանեմ շուտով։ Скоро я начну свою молитву. Սիրելի հայր, Возлюбленный Отец, բռնեք իրար ձեռք։ возьмите друг друга за руки. Սիրելի հայր, երկրի երկրի առաջ, Мы շնորհակալ եմ пришли այս перед тобой. հրաշալի զույգի համար։ Я благодарю тебя за нашу чудесную пару. Շնորհակալ եմ, որ դու նրանց մեկ օր միացնում ես։ Я благодарю тебя, что ты в один день воссоединяешь их. Շնորհակալ եմ այս հրաշալի զույգի համար։ Благодарю тебя за эту чудесную пару. Պահիր նրանց չարից։ Сохрани от зла их. Օրդիր նրանց։ Благослови их. Թող որ աճեն, բազմանան եւ լցնեն Пусть они երկիրը։ приумножатся и наполнят эту землю. Եվ երկնքի եւ երկրի առաջ, И перед небесами и землей. հրեշտակների եւ մարդկանց И առաջ, перед ангелами и людьми. այսքան բազմության ներքո վկաների Перед столькими свидетелями и народом. ես նրանց հայտարարում եմ Я այր объявляю եւ их կին։ мужем и женой. Կարող եք եւս մեկ անգամ սրտան սափարել։ Можете от всего сердца еще раз аплодировать. Խնդրում եմ եւս մեկ անգամ թող շնորհավոր լինի։ Прошу еще раз, пусть поздравим их. Դուք սիրելի եկեղեցի կարող եք գալ եւ շնորհավորել։ Возлюбленная церковь, можете подойти и поздравить их. Առաջինը ծնողները կարասանջը։ Первыми родители, Եվ հետո ողջ եկեղեցի։